Մարտի 30-ին կանցկացվեն Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները։ Այժմ գտնվում ենք Փարաքարում, կխոսենք բնակիչների հետ, կտեսնենք նրանք գոհ են համայնքում կատարված աշխատանքներից եւ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ։ Համայնքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Այո։ Գոհ ենք։ Անտիր։ Ինչ խնդիրներ կան, ինչ կուզեք փոխել։ Խնդիրները շատ կա։ Եթե հերթով անեն լավ կա։ Համայնքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Որ համայնքում աշխատանքներ է կատարվել, դա ակնհայտ է, բայց այն որ անելիքներ շատ կա, դա էլ նույնպես ակնհայտ է։ Ինչ կուզեք փոխել, ինչ խնդիրներ կան։ Այսօրվա խնդիրն է, որ սաղ էլ հողերի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն։ Գյուղը սպորտ դպրոց կարելի է նախաձեռնել, որը էլի տենց անընդհատ ասել են ու չունենք։ Չգիտեմ, կան աշխատանքներ տարվել են, բայց էլի աշխատանքներ կան, աշխատանքներ տանելու, այն որ սպասելիքներ էլի շատ կա, էլի, անելիքներ։ Տեխնատուներին ճանաչում եք։ Մի քանիսին, հա, լրիվին միգուցե չգիտեմ, բայց Լյուդվիգ Գյուլնազարյանը ժամանակավոր պաշտոնակատար էր, իր աշխատանքների վերաբերյալ ինչ կասեք։ Դե այն որ գյուղում աշխատանքներ արվել է, այս կառավարության ընթացքում դա ակնհայտ է, բայց նորից եմ ասում, աշխատանքներ արվել է ու կա անելու աշխատանքներ, այդ սպասելիքները էլի բոլորից էլ սպասելիքներ կա։ Չեմ ասում, աշխատանքներ չի տարվել, ակնհայտ աշխատանքներ տարվել է, թե ճանապարհների, թե չգիտեմ, ինչ-որ երեխեքի համար դպրոցը արմատ կենտրոնա կառուցվել, բայց անելիքներ ու սպասելիքները էլի գյուղացիք միանշանակ շատ։ Մասնակցելու եք ընտրություններին։ Այո։ Մասնակցելու եմ ու հուսանք, որ մեր ընտրյալը իր խոստումները կկատարի ու կանիեն ինչ-որ գյուղացիք սպասում են։ Տեխնատուներին ճանաչում եք։ Մոտավոր գիտենք։ Մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման։ Լյուդվիգ Գյուլնազարյանը ժամանակավոր պաշտոնակատար էր, իր աշխատանքների վերաբերյալ։ Ճանաչում եմ, շատ էլ բարեհամբույր տղա է, ինչ էլ է։ Ինչ կասեք իր աշխատանքների վերաբերյալ։ Ինչ ասեմ, ինչ արել են նորմալ է, մնացածը լավ լինի։ Դուք ինչ կասեք։ Ես իրան չեմ ճանաչում, բայց ես քաղաքացիական պայմանագիր եմ ընտրել։ Անկախ նրանից ինքը ինչ արի, ինչ չի արել։ Փաշինյանի խաթրին ընտրում եմ։ Փաշինյանի խաթրին, թե իրա խաթրին։ Չէ, Փաշինյանի։ Նրանք իրա խաթրին։ Համայնքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Ոչինչ, հարմար է, լավ է, չենք բողոքում, 100% չենք բողոքում։ Պրոստո մի քիչ խնդիրներ ունենք։ Ինչ խնդիրներ կան։ Հողի խնդիր ունենք։ Շատ խնդիր, հողի, մանավանդ հողի խնդիրները այսպես խեղդում է։ Տեխնատուներին ճանաչում եք։ Երկու հոգու եմ ճանաչում, ավելի չեմ ճանաչում։ Լյուդվիգ Գյուլնազարյանը Գեղապետարան, թե ավագանու արտահերթ ընտրություններին, որ մասնակցում են։ հա, ճանաչում եմ, մի 4 հոգի գիտեմ, չէ, 4-ին, 5-ին երևի կլինեն, հա։ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որ ժամանակավոր պաշտոնակատար էր, իր աշխատանքների վերաբերյալ ինչ կասեք։ Ցենտր, լավ բան։ Չենք բողոքում այդ մարդուց։ 100% հալալ է։ Համայնքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Ոչինչ, բայց կարելի էր ավելի շատ սպասել։ Ես իրանց հնարավորությունների սահմաններում, ասենք, պետք է անեն, բայց իմ կարծիքով քիչ է։ Ձեր կարծիքով ինչ պետք է անեն, օրինակ ինչ խնդիրներ կան։ Համայնքը շատ խնդիրներ ունի, օրինակ ոռոգման ջրի խնդիր ունի։ Մենք հող ունենք, հարկ ենք տալիս, բայց չենք ջրում։ Ոչ էլ մշակում ենք։ Ինչի համար ենք հարկ տալի։ Սկսվում են քարոզարշավները, ամսի 30-ին էլ քաղաքապետի ընտրություններն է լինելու։ Մասնակցելու եք ընտրություններին։ Մասնակցեմ, բայց դեռ վերջնական չեմ որոշել, ում պետք է անդրեմ։ Համայնքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Շատ ասեց։ Մասնակցելու եք ընտրություններին։ Մեծ սիրով։ Բավ, եթե չմասնակցեմ, ես մարդ չմասնակցեմ, ինչի մար։ Մենք մեր ապագան պետք է կերտենք, մեր ճիշտն ու սխալը պետք է հասկանանք, բալաջան։ Բայց ո՞նց չընտրենք։ Կընտրենք առավելագույն լավին, ճշտին, մաքուրին, հերիքա, խաբված ենք սախանքներից։ Տեխնատուներին ճանաչում եք։ Ոչ։ Դեմքով գիտեմ, անուններով, ազգանով չգիտեմ։ Լյուդվիգ Գյուլնազարյանը ժամանակավոր պաշտոնակատար էր։ Էս հիմա, հա, գիտեմ։ Իր աշխատանքների վերաբերյալ ինչ կասեք։ Դու այ որտեղ լավից վատից փառք ասու, արելա։
Պարոն Գուլյանզարյանը, չնայած չեմ սիրում պարոն, ես ընկեր եմ, ասել այն մարդու մատ եմ։ Միշտ անգամ եկել է մեր հետ ամեն անգամ եկել է ինձ հետ, ասում է դու ամենաբողոքավոր տարիքավոր մարդն ես։ Պարոն Գուլյանզարյանը վատ մարդ չի։ Ուզում է համայնքի համար անի։ Ես մեծ տատերով հարգում եմ որպես մարդ, որպես համայնքի այսօրվա այս։ Ուզում է։ Փառք Աստծո, բավականին գործ էր, բողոքական չեմ։ Բավական ոչ մեկ չէ, բարել է։ Փառք Աստծո, ես գոհ եմ։ Ինչ խնդիրներ կան համայնքում, որ կուզեք Ոյ լուծել։ բալաջան, որ թվարկեմ, այս գյուղը սա խնդիրների մեջ է։ Բռնած ռոռոկման ջրից վերջացած չգիտեմ ինչ կարող է։ Այս մարդը վիզա դրի ուզում է օգնի։ Դու կանայր կամած քայլարկար։ Այդ աշճանը մի անգամ չեմ բարձրանում։ Կամած կանա դզի։ Արդյոք այս գյուղը սաղսս խառների դար։ Հող, ջուր, լուսախորների դար։ Այդ մարդը մենակ հսկա չի որ կարողանա։ Ժամանակապետ որ կարողանա։ Իսեր ասո։ Ոչ մեկ չի կարած իր լավ ջիգերով խոսում է, լավ անում է, փառք Աստծո արել է, գոհ ենք, շնորհակալ ենք, ինչի մասն է խոսքը։ Լսակ, համուզվակ երեխեք։ Այսքան բողոքել է, պահանջել է, որը պետք է։ Պրոբլեմ չկա։ Համայնքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Այո, շատ գոհ եմ։ Ինչ խնդիրներ կան, որ կուզեք լուծվեն։ Ուզում լուծվի ջրի հարցը, ռոռոկման հարցը։ Ընտրություններին մասնակցելու եք։ Այո, Տեխնատուներին ճանաչում եք։ այո, Լյուդվիգ Գյուլնազարյանը ժամանակավոր պաշտոնակատար էր, իր աշխատանքների վերաբերյալ ինչ կասեք։ ես ընտրել եմ հենց իրան։ Նայեք ինքն է սաղարել, ինքը մարդկային է։ Ես էլ եմ իմ մարդկային քայլը անելու դեպի իրան։ Ես իմ քայլը անելու եմ։ Ճանապարհները բարեկարգվեր, դպրոցը բարեկարգվեր, մանկապարտեզը բարեկարգվեր, ու լիքը դες խնդիրներ կան։ Մասնակցելու եք ընտրություններին։ Իհարկե, Տեխնատուներին արդեն ճանաչում եք։ այո, բոլորին անխտիր։ Համայնքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Առայժմ հələ ոնց ասած կիսատ է այս պահին։ Դե պետք է ընդառաջեն, որ համայնքի բոլոր գործերն էլ նորմալ ընթանա, ժողովուրդը գոհ մնան։ Ինչ գործեր կուզեք կատարել, ինչ խնդիրներ կան։ Հիմնականում այսօրվա դրությամբ ամենամեծ խնդիրը այդ հողաբաժանումների տվյալն է, որ ասենք ոչ մեկը չունեն այդ տվյալները։ 90-ականներին ոնց տվել են, այդ կատաստրային մոմենտը չափաբաժինները նորմալ չեն հատկացրել ժողովրդին։ Հիմա դրա պայքարն այդ է, որ նորմալ կատաստրով չափագրումներն անեն, մարդիկ էլ իրանց իմանան, որ ես իրանց հողն է, իրանց բերքն է, իրանց բարիքն ալնելու։ Օդի մեջ չմնա այդպես։ Շատ անորոշ վիճակում է այս պահին։ Շուտով ընտրություններ են լինելու, տեղյակ եք ամսի 30-ին, տեխնատուներին ճանաչում եք։ Մեկին եմ ճանաչում։ Լյուդվիգ Գյուլնազարյանը պաշտոնակատար էր ժամանակավոր, ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման կմասնակցենք Ազիզ ջան։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։